չի իրականացվելու քայլ, որը կվնասի պարոն Կարապետյանի կարգավիճակին, դա իրանց երազանքն է։ Եվ այտենց պրովոկացիաների ոչ մի պարագայում չի տրվելու որևէ մեկը եւ շատ հանգիստ, խորաթափանց, օրենքի տրամաբանությամբ ամեն ինչ ընթանում առաջ։ Եվ նաև այսօրվա միջադեպը, որը արձանագրվեց Լոռու մարզի ճանապարհին, ոստիկանությունը եւ քննչականը հերքում են, ասում են, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարությունը որևիցե կապ չունի տեղի ունեցածի հետ։ Ինչ ասես, ինչա, բա ինչի հետ կապ ունի, ասենք ոստիկանության գվարդիան, դե ուրեմն թող իրանք ասեն, թե ոստիկանության գվարդիան շաբաթօրով ինչի էր գնում Լոռու։ Ինչ ծառայություն, դու պիտի հիմնավորեն, չասենք ինչ ծառայություն, այդ ծառայությունը պիտի առաջանա օբյեկտիվ։ Հիմա ասենք թե օրինակ որ ոստիկանության մեծականակ ուժեր բերվել են, այստեղ հասկանում ենք ինչի է բերվել։ Հանրային մեծ հավաքը մոտավորապես օպերատիվ իրավիճակ են գնահատել, հասկացել են, որ տասնյակ հազարավոր մարդիկ են գալու, հավաքի անվտանգության, մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով ծառայություն են կազմակերպել։ Տրամաբանակն է, չէ՞։ Գվարդիան, որը, ասենք, Լոռու մարզում ոստիկան չկա, համայնքային ոստիկանություն չկա, պարեկային ոստիկանություն չկա, քրեական ոստիկանություն չկա, գվարդիայի լրացուցիչ ուժեր, այսօրով, դե թող բացատրի նույն ներքին գործերի նախարարությունը, ինչի էր գնում Լոռու մարզ, ցիկում են հիմարի տեղ դնում, հերիք չի ողբերգությունն արել են, ողբերգության տեր են, փոխանակ մի հատ ներողություն խնդրեն, պատասխանատվություն կրեն, մի հատ էլ ուզում են մարդկանց հիմարի տեղ դնեն, արդեն որորդ դեպքն է, հղի կնոջը գցի մեքենայի տակ սպանին, իրեք սուտ են ասել, մեկ ասի Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի, մեկ ասի Նիկոլ Փաշինյանն ինքն է շտապօգնություն կանչել, մեկ ասի Նիկոլ Փաշինյանն ինքը ազգային ժողովում է իմացել։ Հերիք չի անում են այդ ողբերգությունները բերում են, մի հատ էլ փոխանակ ներողություն խնդրեն, հրաժարական տան այս ամեն ինչի համար, մի հատ էլ մարդկանց են ուզում հիմարի տեղ դնեն։